Քաղաքացիական պայմանագրի քարոզչական վիկենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն աշտարակի պոպոկն ու սուջուխը։ Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ քարտեզը կրծքներին եւ նաեւ այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-ից 91 տարեկանների հագուստին։ Ես գիտես ինչա։ Հայաստանն է։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բայց մի րոպե աջ կողմը պետք է կպցնեմ։ Ուրեմն լավ պիջակ, որտեղ կա պիջակ, կոստյում։ Ոնց են գործերը դե։ Բնակարանների վարակույրներին։ Ահա, տեսեք ինչ սիրուն է։ Ամեն ինչ ջերմ ու սահուն էր մինչև մարալիք հասնելը։ Միկին Փաշինյանին Կարպիի խնամի դառնալու առաջարկ արեց։ Դուք երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկում։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ։ Այս կինը 3 որդի ունի, չամուսնացած, հասկացրեց, որ չեն ամուսնանում, որովհետև տուն չունեն։ Ակնկալում է բնակարանային պետական ծրագիր ամուսնանալ ցանկացող երիտասարդների համար։ Նրան Փաշինյանն ու սոցիալնախարարը բացատրեցին ծրագրեր կլինեն, եթե ամուսնանան տղաները։ Միչև որ եք տանում, օգնենք ձեզ ինչ կլինի տվեք։ Միրգ Բանջարեղենի խանութից ծանր գնումներով դուրս գալ պատրաստվող արցախցի կնոջ տոպրակները Փաշինյանը վերցրեց որպես նախատոնական նվեր։ Վաղը մարտի 8-ն է, ինչ կլինի, սենց շնորհավոր եմ։ Կնոջ բեռը սակայն չթեթևացավ, ճամփին պատմեց արցախցիների քաղաքացիություն ստանալը բարդ է, մոր ծննդականն են ուզում, որ Բաքվի արխիվում է, բնակարանային ծրագրից օգտվել չեն կարողանում, Արցախցու խնդիրներից լուծվեց միայն տոպրակների հարցը, վարչապետն այն հասցրեց նրանց Վարձով տուն 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարան։ Չէ, միչև դրան դեմը կգամ, ապրանքը կդնեմ շեմիզ ներս ու հետ կգնամ։ Ծանր տոպրակներով քայլող առաջնորդին ԿՊԱ-ականներից միայն Արագածոտնի մարզպետը Կեսբերյան առաջարկեց օգնել, մյուսները ենթադրվում է չցանկացան խափանել տպավորիչ այս գործողությունը։ Բարև ձեզ, էս էլ ձեր ապրանքը։ Քարոզչական ուղին շարունակվում էր գոտեպնդիչ խոսքերով, մեծ մասը գոհ են Փաշինյանից էլ, մարզպետից էլ, համայնքապետից էլ։ Ես քու ցավը տանեմ, ոտը գազից չվերցնես։ Ձերքերս դողում են։ Այ, ցավը տանեմ։ Ոնց է։ Դու շատ լավ ես, հիմա ավելի լավ ես։ Հնդածս հնչում էին անձնական խնդիրներ, մեկի հողը վարչական ղեկավարը ծախել է, մյուսը կիսակառույցում է ապրում, տուն չունի, մյուսը գործ չունի։ Այս խնդիրների մասին վարչապետը համբերատարությամբ լսում էր, կանչում թիմակիցներին։ Ուրիշ ինչ պրոբլեմ կա լուծենք։ Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչու հունից դուրս եկավ ու դեռ երկար ժամանակ վիրավորված էր վարչապետը ձորակապի միջադեպից հետո։ Ով խնդրում ենք, մի հատ մանկապարտեզ պետք է։ Եղբայր, խնդրելու անհրաժեշտություն չկա, բարև։ Մանկապարտեզ չկա, որ տանեն իրենց թորներին, նորը կառուցվում է Մարալիկում, ըստ գյուղացիների հեռու է, մարզադահլիճ էլ չունեն։ Մեր այս խելքը, որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մտքես բերամ, ասում եք մանկապարտեզ չկա, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք, որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի, գիտեք, որ ես Դուբայում, մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում, չէ ջղայնանում եմ, թող, գիտեք, որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանում տուն, Իտալիա, մի րոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք, որ ձեր Բաքում ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում։ Այդ ոնց է որ չգիտեք, այդ ոնց է որ գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ։ Դե լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենալ։ Մի քիչ ամոթ է պետք ունենալ։ Փաշինյանը թողեց հեռացավ, բայց հետո վիրավորանքն էլի թարմացավ։ Ճամփան իր իշխանության օրոք է սարքվել, ասում են, նախկիններն են սարքել։ Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, լսի, այս ճամփեն վերջին անգամ երբ է ասֆալտ արվել, հələ ասա։ Ասա, ճիշտ ասա։ Ակերդու ճամփելցի ցերորոք չի։ Մարդիկ փորձեցին մեղմել վարչապետի զայրույթը։ Մեկ բոլորը ձեր կողմնակիցն եք, բայց Ողոց եղել է մեր իշխանության օրոք։ Չանցավ։ Հանդիպած բոլոր քաղաքացիներին նույն հարցն էր տալիս հանգստացնող պատասխանը նորից լսելու համար։ Հելա մի բան ասեք, էլի։ Այս ճանապարհը երբ է սարքվե։ Հա, այս տարի։ Հաստատ այս տարի։ Մի հարց տամ ձեզ, էլի։ Այս դիմաց ճանապարհը երբ է սարքվե։ Մանկապարտեզի թեման մտքից դուրս չէր գալիս, որտեղ է նորը կառուցվում, քաղաքի մյուս կողմում, բացատրեց համայնքապետը, իսկ տրանսպորտ կա, չկա, պատասխանեց համայնքապետը։ Ավելի ուշ ԿՊԱ-ական ավտոբուսի ուղևորներից Սասուն Միքայելյանը վարչապետի ականջին կարծես թե հիմնավորում էր, թե ինչու բողոքեցին ձորակապցիները։ Որը։ Հա, գիտեմ։
Հա, բանը սաղաթին ստորակապը, գինեն։ Բարեբախտաբար ԿՊԱ-ական թիմին ոգևորողների պակաս չկար։ Ես ու ծավետ տարիմ, դատրանցո, դետալը սախպի, արտիգի կեզ եդի ծավետ տարիմ։ Արդիկում հովվերգությունն ընդհատվեց, կարճ ժամանակով մի տղամարդ Արցախի մասին հարցրեց։ Խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախություն, սուտ չի կարող լինել։ Հետո Արթիկցին հիշեցրեց Հայաստանն ունի վարչապետ, նախագահ եւ կաթողիկոս ու զայրացրեց Փաշինյանին։ Լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ասում եմ մատներ, Լսի, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն մեկ գոյություն չեք ունեցել։ Ուրեմն եկեղեցի մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Քարոզչական ավտոբուսի ուղևորները ԿՊԱ-ական վերնախավը օրն ամփոփեց Գյումրիում։ Արտաքին գործերի նախարարը, որ օրը պարով էր սկսել, արձանագրեց մարդկանց այլևս անվտանգային հարցեր չեն հուզում։ Մոտեցել ասել ուղղակի շնորհակալություն ենք հայտնում ձեզ իրականացրած աշխատանքի եւ արտաքին քաղաքականության։ Սա ինձ մեծ գնահատանք, պարոն վարչապետ։ Խաղաղությունը վայելելուն ուղղված հարցեր են տալիս, հաստատում է Փաշինյանը։ Դասական քարոզարշավ հիշեցնող այս ուղևորությունները ԿՊ-ն անվանում է ներկուսակցական քարոզարշավ։ Ոնց է խումբը կոչվում։ Չամիչով փոլիկի։ Վարչաբենդի թմբկահար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի այս երաժշտախմբին հրավիրեց շուրջ մեկ ամսից սպասվող դիսկոտեկին։